5 տակարան ընթերցվող հատվածներն են Երեմիա 27:1-ից մինչև 28:17, Սաղմոսներ 119 33-ից 40, Առակներ 27:18։ Երեմիան Եզան լուծ է կրում։ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեդեկիայի թագավորության սկզբում Տիրոջ կողմից Երեմիային այս խոսքը հասավ, ասելով. «Այսպես է ասում ինձ Տերը. քեզ համար կապեր և լուծեր շինիր և դրանք դիր քո պարանոցին և դրանցից ուղարկիր Եդովմի թագավորին, Մովաբի թագավորին և Ամոնի որդիների թագավորին, Տյուրոսի թագավորին և Սիդոնի թագավորին, այն դեսպանների միջոցով, որոնք եկել էին Երուսաղեմ Հուդայի Սեդեկիա թագավորի մոտ, և նրանց հրամայիր, որ իրենց տերերին ասեն. այսպես է ասում Զորությունների Տերը, Իսրայելի Աստվածը. այսպես ասացեք ձեր տերերին. ես եմ իմ մեծ զորությամբ և մեկնած բասկով արարել երկիրը, մարդուն և անասունին, որ երկրի երեսին են, և այն տալիս եմ նրան, ով հաճելի է իմ աչքին, և հիմա այս բոլոր երկրները ես տվել եմ իմ ծառա Բաբելոնի Նաբուկոդնոսոր թագավորի ձեռքը, նաև դաշտի գազաններն եմ նրան տվել, որպեսզի ծառայեն նրան, և բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա, և շատ ազգեր ու մեծ թագավորներ նրան ծառա կդառնան։ Եվ այն ազգին ու թագավորությանը, որ Բաբելոնի թագավոր Նաբուկոդնոսորին չծառայի և իր պարանոցը չդնի Բաբելոնի թագավորի լծի տակ, ես սրով, սովով և ժանտախտով պիտի պատժեմ այն ազգին, ասում է Տերը, մինչև որ նրանց ոչնչացնեմ նրա ձեռքով։ Մի լսեք ձեր մարգարեներին, ձեր գուշակներին, ձեր երազատեսներին, ձեր ջութողներին և ձեր հմայողներին, որոնք ձեզ ասում են, թե Բաբելոնի թագավորին չեք ծառայելու, որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարե անում, որպեսզի ձեզ հեռացնեն ձեր երկրից, որ ես ձեզ վտարեմ և դուք ոչնչանաք։ Բայց այն ազգին, որն իր պարանոցը կդնի Բաբելոնի թագավորի լծի տակ, ու նրան կծառայի, ես պիտի թողնեմ իր երկրում հանգիստ, ասում է Տերը, և նա պիտի մշակի այն ու նրա մեջ բնակվի։ Ես Հուդայի թագավոր Սեդեկիայի հետ այս բոլոր խոսքերի համաձայն խոսեցի, ասելով. «Դուք ձեր պարանոցները դրեք Բաբելոնի թագավորի լծի տակ, ծառայեք նրան ու նրա ժողովրդին և կապրեք, ինչու դու և քո ժողովուրդը մեռնեք սրից, սովից և ժանտախտից, ինչպես որ ասել է Տերն այն ազգի մասին, որը չի ծառայի Բաբելոնի թագավորին։ Մի լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ձեզ ասում են. դուք չեք ծառայելու Բաբելոնի թագավորին, որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարե անում, որովհետև ես չեմ նրանց ուղարկել, ասում է Տերը, և նրանք իմ անունով սուտ մարգարեություն են անում, որպեսզի ես ձեզ վտարեմ և ոչնչանաք դուք և ձեր համար մարգարեացող մարգարեները։ Ապա ես խոսեցի քահանաների և այս ամբողջ ժողովրդի հետ, ասելով. այսպես է ասում Տերը. մի լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են ձեզ համար, ասելով. ահա Տիրոջ տան անոթները շուտով հետ են բերվելու Բաբելոնից, որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։ Նրանց մի լսեք, ծառայեք Բաբելոնի թագավորին և ապրեք, ինչու այս քաղաքն ավերակ դառնա։ Իսկ եթե նրանք մարգարեներ են, և եթե նրանք ունեն Տիրոջ խոսքը, թող մի աղոթք անեն Զորությունների Տիրոջը, որպեսզի այն անոթները, որ մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում, Բաբելոն չգնան։ Որովհետև Զորությունների Տերն այսպես է ասում սյուների, ծովի և շարժական կանգնակների և մնացած անոթների մասին, որոնք մնացել են այս քաղաքում,
որոնք Բաբելոնի Նաբուկոդնոսոր թագավորը չվերցրեց, եւ երբ Երուսաղեմից Բաբելոն գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային եւ Երուսաղեմի ու Հուդայի բոլոր ազնվականներին, որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը, Իսրայելի Աստվածը, այն անոթների մասին, որ մնացել են Տիրոջ տանը եւ Հուդայի թագավորի տանը եւ Երուսաղեմում։ Նրանք Բաբելոն պիտի տարվեն եւ այնտեղ մնան մինչև այն օրը, երբ ուշադրություն դարձնեմ դրանց, ասում է Տերը, եւ հետո դրանք պիտի բերեմ ու այստեղ վերադարձնեմ։ Երեմիա 28 Երեմիան եւ Անանիա մարգարեն։ Եվ այդ նույն տարում Հուդայի թագավոր Սեդեկիայի թագավորության սկզբում 4-րդ տարվա 5-րդ ամսին Ազորի որդի Անանիա մարգարեն, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը քահանաների եւ ամբողջ ժողովրդի աչքի առաջ ինձ ասաց. Այսպես է ասում Զորությունների Տերը, Իսրայելի Աստվածը. Ես կոտրեցի Բաբելոնի թագավորի լուծը։ 2 տարի հետո ես այստեղ հետ եմ բերելու Տիրոջ տան բոլոր անոթները, որոնք Բաբելոնի Նաբուկոդնոսոր թագավորը վերցրել էր այստեղից եւ տարել Բաբելոն։ Այստեղ եմ վերադարձնելու Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային եւ Հուդայի բոլոր տարագիրներին, որ գնացել էին Բաբելոն, ասում է Տերը, որովհետեւ ես կոտրելու եմ Բաբելոնի թագավորի լուծը։ Ապա քահանաների առաջ եւ ամբողջ ժողովրդի առաջ, որ կանգնած էին Տիրոջ տանը, Երեմիա մարգարեն խոսեց Անանիա մարգարեին, եւ Երեմիա մարգարեն ասաց. Ամեն, Տերը թող այդպես անի, Տերը թող կատարի քո խոսքերը, որ մարգարեացար, Տիրոջ տան անոթները եւ բոլոր տարագիրներին Բաբելոնից այստեղ վերադարձնի։ Բայց լսիր այս խոսքը, որ ես ասում եմ քո ականջների եւ ամբողջ ժողովրդի ականջների առաջ։ Ինձ նախորդող ու քեզ նախորդող մարգարեները շատ երկրների եւ մեծ թագավորությունների դեմ վաղուց պատերազմ, չարիք եւ ժանտախտ են մարգարեացել։ Երբ մարգարեն խաղաղություն է մարգարեանում եւ երբ որ այդ մարգարեի խոսքը կատարվում է, այն ժամանակ իմացվում է, որ ճշմարտապես Տիրոջից ուղարկված մարգարե է։ Անանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցից վերցրեց լուծը եւ կոտրեց այն։ Եվ Անանիան ամբողջ ժողովրդի աչքի առաջ ասաց. Այսպես է ասում Տերը. Ես 2 տարի հետո բոլոր ազգերի պարանոցի վրայից սրա նման կոտրելու եմ Բաբելոնի Նաբուկոդնոսոր թագավորի լուծը։ Եվ Երեմիա մարգարեն գնաց իր ճանապարհով։ Անանիա մարգարեի կողմից Երեմիա մարգարեի պարանոցի վրայից լուծը կոտրվելուց հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային ասելով. Գնա եւ Անանիային ասա, որ այսպես է ասում Տերը. Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նրանց տեղը երկաթե լուծեր պիտի շինես։ Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը, Իսրայելի Աստվածը, ես երկաթե լուծ դրեցի այս բոլոր ազգերի պարանոցին, Բաբելոնի Նաբուկոդնոսոր թագավորին ծառայելու համար, եւ նրանք պիտի ծառայեն նրան, դաշտի գազաններն էլ եմ տվել նրան։ Եվ Երեմիա մարգարեն Անանիա մարգարեին ասաց. Լսիր, Անանիա, քեզ Տերը չի ուղարկել, եւ դու ստի հուսալու մղեցիր այս ժողովրդին։ Ուստի Տերն այսպես է ասում. ահա ես քեզ պիտի վերացնեմ երկրի երեսից։ Այս տարի պիտի մեռնես, որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն խոսեցիր։ Եվ Անանիա մարգարեն մեռավ նույն տարվա 7-րդ ամսին։ Սաղմոսներ 119, 33-ից 40 համարներ։ Հասկացողության աղոթք։ Տեր ցույց տուր ինձ քո կանոնների ճանապարհը, որ միշտ վերջը պահեմ այն։ Իմաստուն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը եւ ամբողջ սրտով կատարեմ այն։ Առաջնորդիր ինձ քո պատվիրանների շավիղներով, որոնք հավանեցիր։ Իմ սիրտը խոնարհեցրու դեպի քո վկայությունները եւ ոչ թե դեպի ագահությունը։ Դեպի հետ դարձրու իմ աչքերը,
որ ունայն բան չտեսնեն, և ինձ ապրեցրու քո ճանապարհների մեջ։ Քո խոսքը հաստատիր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։ Ինձնից վանիր իմ նախատինքը, որից վախեցա, որովհետև բարի են քո իրավունքները։ Ահա ցանկացա քո պատվիրանները, քո արդարությամբ ապրեցրու ինձ։ Առակներ 27:18 Թզենին խնամողը նրա պտուղը կուտի, և իր տիրոջը պահպանողը կպատվվի։